Ժողովրդյանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում ենք, Արտուր Օսիպյանը դուրս եկավ, թույլ չեն տալի շլագբաումից այսքան նկարել։ Այս Արտուրը դուրս գա բարևենք, ընթացակարգով, հիմա պիտի գնա, քննիչները հրավիրեցին քննչական բաժին, ասեն ձեզ Երևանի քննչական վարչություն ենք, դա Զեյթունում գտնվող, ինսպորտի մոտ գտնվող հիմնարկն է, ով ցանկություն ունի, կարող եք միանալ այնտեղ, ընթացակարգով Արտուրին փոխելու են խափանման միջոցը, ստորագրությամբ երկրից չբացակայելու և միջնորդների հետ հանդիպելու մի խումբ հասարակական գործիչ միջնորդություն են անարել։ Արտուր Օսիպյանը ազատ է, կեցե խոսքի իրավունքը։ Ուրեմն էներգիա ստեղն է, տրամադրությունը ստեղն է, նպատակները չի փոխվել, էսի դեռ սկիզբն է, եւ հետագա պայքարը կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ ու ընդհանրապես ճիշտ ասած սա այս ամբողջ խնդիրը ոչ թե միայն իմ անձի հետ կապված եւ իր զրպարտանքի հետ է կապված, սա ասում եմ, իրավական ճանապարհով մենք շարունակելու ենք, բայց խնդիրը իրականում ավելի լուրջ է։ Իրականում լուրջ խնդիրները նրանք են, որոնք ես բարձրաձայնել եմ Նիկոլ Փաշինյանի հետ ամսի 18-ին մեր հանդիպման ու այդ բանավեճի ժամանակ։ Սա է ավելի լուրջ խնդիրներ եւ մենք զբաղվելու ենք սրանով, ուզում եմ ասեմ, այս արզատարձակել է եւ այլն ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը դեռ նոր ենք սկսում։ Էսի դեռ կոպիտ ասած ռազմին կանա, նոր տաքանում ենք դեռ։ Եվ հետագա ընթացքը լինելու ամեն ինչ օրենքի մեջ եւ մենք գնալու ենք միջև մեր նպատակներին հասնենք։ Միջև հաղթանակ։ Եթե թույլ տաք հարգելի ներկաներ, նաև ես ուղիղ եթերով շատ կարճ հանդես գամ։ Քանի որ Արտուր Օսիպյանը այս պահին նոր ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից եւ շատ դժվար է լինելու ընտանիքի անդամների, մոր եւ կնոջ հույզերի, երեխաների ներկայությամբ հացադուլը շարունակել, ուստի ամենայն հավանականությամբ այդ հարցը լրացուցիչ կքննարկենք եւ հնարավոր է այն պարագայում, երբ Արտուր Օսիպյանին վիրավորող անձը չզղջա եւ չբարոյափոխվի եւ այնքան ուժ չգտնի իր մեջ, որպեսզի ներողություն խնդրի, հնարավոր է, որ մենք նախաձեռնենք պայքարի ֆորմատի, պայքարի եղանակի ճանապարհի փոփոխություն։ Եվ պայքար ենք ոչ թե ինքնավնասման եղանակով հացադուլ իրականացնելով, քանի որ հացադուլը դա այն ծայրահեղ միջոցն է, որին դիմում են մարդիկ, որպեսզի այն անարդարություն իրականացնողը, ով իրականացրել է, զղջա եւ բարոյափոխվի։ Բայց քանի որ արդյունք չկա, շատ հնարավոր է դիմենք դատարան, որպեսզի վիրավորող անձը ներողություն խնդրի, դատարանի պարտավորեցման արդյունքում եւ հերքի այն զրպարտությունները, որոնք հնչեցրել է Արտուր Օսիպյանի հասցեին, պատերազմին թվացյալ չմասնակցելու, թվացյալ պսևդոէլիտայի մաս լինելու եւ այլ առումներով։ Ու բացի դրանից մի բան էլ ունեմ ավելացնում, եթե դեռ այդ գործի մի մասն է։ Ես կխորհրդակցվեմ իրավաբանների հետ, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի կողմից այն արած հայտարարությունները, երբ որ ինձ ձերբակալել են ու հետևից հայտարարություններ արել, թե ինչի չես մահացել, ինչի չեք գնում ստեղից եւ այլն, սրա տակ կա քրեական հանցագործություն եւ մենք այս բանը հաղորդում, ես ուղղակի պետք է քննարկեմ այդ իրավաբանների հետ, որպեսզի ամեն ինչ հստակ կլինի։ Եթե սրա տակ իրոք կա քրեական հանցագործություն, ինչ որ հոդվածի խախտում, մենք անպայման դիմելու ենք դատախազություն ու այդ քրեական
հոդվածի բանը խախտումի պատճառով պահանջենք օրենքով գնան միջև վերջ։ Ու սենց մի բան էլ ասեմ։ Շատ լավ գիտենք դատախազությունը ոնց է աշխատում, շատ լավ գիտենք թե դատարանները ոնց են աշխատում, բայց դե թող ոչ մեկ չհանգստանա։ Մենք դրանով էլ չենք սահմանափակվելու, դրանից հետո ընդཐུպ միջև միջազգային դատարան գնալու ենք, միջև հասնենք մեր նպատակին, որովհետև այս բեսպորիձելը պետքա վերջ տանք։ Փաստորեն մենք Սարգսյան Սերժի մերժեցինք, տեղը ստացանք Փաշինյան Սերժ։ Մենք այդ սերժականներից պետքա ընդհանրապես փորձենք եւ սա, ասում եմ, անձնական խնդիր չի, խնդիրը ավելի խորն է, բայց այս պահի դուրսությամբ դեռ այդ խնդիրները իմիջիալոց ներկայացված է, հարցերը ներկայացված է հենց Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ, սրան պետքա ընթացտրվա ու ասում եմ, սա անձնականը մի կողմ Այն ինչ որ ազգային, այն ինչ որ բոլորիս է վերաբերում, այն որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետությանը նոր վտանգների առջև է կանգնեցնում, նոր պատերազմի ու ցեղասպանության սպառնալիքի տակ ադրել, սա մեր խնդիրն է կանխել ու թույլ չտալ, որպեսզի նման հանցագործներ որոշեն ազգի ճակատագիրը։ Այսքանն է։ Մեկ նախադասությամբ կարող ենք ասել շատ կարճ. խոսքի ազատությունը չպետք է հանգեցնի ֆիզիկական անազատության։ Ու բացի դրանից թող լավ իմանան, որ բանտերով, բանով, սենց բաներով մեզ վախցնելը դա անիմաստ գործ է, ինչքան իրանք պետքա լավ հասկանան մի բան։ Մարդի գլխի սարքողը ինքը իր գլխին է սարքում։ Տակից պետքա դուրս գան։ Այդ նույնիսկ չի որ դուրս եկանք սոզ լրիվ մոռացանք, չէ, սա հետևանքներ ալնելու։ Ես կրկնում եմ, սա դեռ սկիզբն է։ Մնացածը Նիկոլը թող դեռ դիմանա։ Հələ նոր ենք սկսում։ Արտուր ջան, քանի որ քրեակատարական հիմնարկից նոր ես դուրս եկել, հրաժեշտ ես տալիս քրեակատարական հիմնարկից։ Չի իմացվի հələ կարող է գանք։ Հələ որ Նիկոլն իշխանության կարող է գանք, բայց մեզ sense բաներով ես չգիտեմ ինչի է ուզում դրանով հասնի, բայց հիմիկվանից եմ ասում, ոչ մի բանի չես հասնելու։ Մենք այո, էլի կարող է գանք, բայց դու որ գաս ստեղ, այստեղից դուրս չես գալու, որովհետև քո նկատմամբ մեղադրանքները ու քո գործած մեղքերը շատ կոպիտ են, ասում եմ, այս սկիզբն է, հələ տեսեք ինչ է կատարվելու։ Ու բոլոր բիվարքան, բոլոր աջակիցներին, ով որ դրսում ինձ աջակցել է, խորին շնորհակալություն, իրականում առանց ձեր աջակցության ոչ մի բան չէր ստացվելու, որովհետև ստե մի այլ տիպի ռեժիմ է, սա մասին մենք հետո կխոսենք։ Բայց ձեր աջակցության համար մենք ասել ենք որոշակի արդյունքի, ակնկալում եմ, որ միասին կկարողանանք ձևակերպել եւ ինքնակազմակերպել, որպեսզի լուծենք ավելի լուրջ խնդիրներ։ Բոլորից շնորհակալություն սրտանց։ Ապրես։ Պինդ Արտուր ջան։ Պինդ, առողջականդ ոնց է։ Բոմբա, այն եմ լրիվ կարամ մի հատ մարդ պրասոտ անեմ միջև քնչակա։ Полная էկիպիրովկա, խնդիր չունեմ։ Այս է պայքարող հայի տեսակը։ Ապրի Արտուրը։ Ապրի Արտուրը։ Մենք գալիս ենք ձեզ այդ քնչական։ Կհանդիպենք։ Ժողովրդյան ապրեք նայելու համար մենք գնում ենք հիշեցնեմ Զեյթունի Երևանի քնչական վարչություն, այնտեղ լինելու է խափանման միջոցի փոփոխություն, միջնորդների օգնությամբ, այո կիմանանք նաև միջնորդներ ովքեր են եղել, շնորհակալություն նախապես շնորհակալություն իրենց եւ պայքարը շարունակվում է։ Ապրեք, առայժմ